Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը։ Միջոցառման նպատակն էր համախմբել միջազգային կազմակերպությունների, պետական ինստիտուտների, մասնավոր, գործարար եւ հասարակական սեկտորների ներկայացուցիչներին քննարկելու արդի աշխարհում պետական կառավարման համակարգում նորարարությունների եւ տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը։ Համաժողովին ներկային եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր գործադիր մարմինների անդամներ, դիվանագետներ եւ բարձրաստիճան այլ հյուրեր։ Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ հարմարվելուց եւ նոր մոտեցումներ որդեգրելուց։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը հանրային կառավարման ոլորտում։ Հենց այս գաղափարի ներքո էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նորարարության կենտրոնը մեկ հարկի տակ համախմբել միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, մասնավոր, գործարար եւ հասարակական սեկտորների ներկայացուցիչներին։ Նորարարությունը պետական կառավարման մեջ նշանակում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում, այլ նաև մտածողության փոփոխություն։ Այն ենթադրում է ավելի բաց կառավարման մշակույթ, համագործակցություն տարբեր հաստատությունների միջև եւ քաղաքացիների կարիքներին ավելի զգայուն լուծումներ։ Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն շարժվում է այդ ուղղությամբ, իրականացնելով հանրային կառավարման կարևոր եւ խորքային բարեփոխումներ։ Այս փոփոխությունների նպատակն է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ եւ ավելի հաշվետու, այն համապատասխանեցնելով ժողովրդավարական նորմերի եւ ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին։ ՄԱԿ-ի Հայաստանի կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրացնելով նախագահ Խաչատուրյանի խոսքը իր հերթին նկատեց. բարեփոխումների հաջորդ կարևոր փուլը պետք է լինի համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը։ Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանում մենք իրականացրել ենք մի շարք կարևոր, բայց նաև դժվարին բարեփոխումներ։ Մենք եռապատկել ենք 3 տարվա ընթացքում մեր սեփական եկամուտները։ Ամբողջությամբ թվայնացրել ենք քաղաքային ծառայությունները ես էլեկտրոնային հարթակի միջոցով։ Երևանցիներին տրամադրել ենք քաղաքային կառավարմանը մասնակցելու թվային գործիքներ, ինչպես օրինակ ակտիվ քաղաքացի հավելվածը։ 70-ական թվականների սարքավորումներով աշխատող մեր հիմնարկներն ու ընկերությունները արդիականացրել ենք ներդնելով 21-րդ դարին համապատասխան տեխնիկական եւ թվային գործիքներ։ Եվ մեր նպատակն է, որ Երևանում ձևավորվող այս փորձառությունը օգտակար լինի նաև Հայաստանի մյուս համայնքների համար։ Եվ համայնքների միության միջոցով մենք պատրաստվում ենք այս լուծումները հասանելի դարձնել մեր մյուս համայնքներին։ Ճգնաժամերով հարուստ այս ժամանակաշրջանում նորարարությունը պետական կառավարման համակարգում ունի կենտրոնական նշանակություն, կարծում է Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչը։ Ըստ դեսպան Մարագոսի հանրային կյանքի որակի բարելավման եւ դյուրացման գործընթացում առանձնահատուկ դեր ունեն հանրային ծառայողները։ Մարդիկ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով առաջարկում են նոր լուծումներ եւ նպաստում մարդակենտրոն պետական համակարգի ձևավորմանը։ Հետևաբար նման բարեփոխումները պետք է իրականացվեն համապետական մակարդակով, դրական ազդելով եւ պետական ինստիտուտների, եւ համայնքների, եւ անհատապես յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Պետական ոլորտում բարեփոխումներին, այդ թվում արդյունավետ լավ կառավարման աջակցելը Եվրամիության կարևորագույն հանձնառություններից մեկն է։ Ժողովրդավարական հասարակարգերում կան գրված ու չգրված կանոններ, քաղաքացիների ու պետական կառույցների գործակցության օրենսդրական ընթացակարգեր, որոնց համաձայն պետությունները պարտավորվում են տրամադրել անվտանգային երաշխիքներ, պաշտպանել քաղաքացիների հիմնարար ազատությունները, մատուցել այնպիսի ծառայություններ, որոնք կնպաստեն քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն ու հասարակության զարգացմանը։ Համաժողովին մասնակցում էր նաև կառավարության ղեկավարը։ Մինչև մասնակիցներին ողջունելը Նիկոլ Փաշինյանը նախ հյուրընկալվեց Կոպա տաղավարում, ծանոթանալու հանրային կառավարման ոլորտի արհեստական բանականությամբ համալրված տեխնոլոգիական լուծումներին։ Մի օրինակ կա, որ ամենաշատ տպավորություններից մեկն եմ ստացել այդ օրինակից, երբ որ Միացյալ Նահանգների
դեպի լուսին Ապոլոն ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ 400,000 գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400,000, այլ 250,000 գիտնական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։ Մենք իհարկե մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել եւ ցավոք այսօր էլ չենք պլանավորում թռնել լուսին։ Եվ դրա համար կա ընդամենը մի պատճառ։ Այդ 400,000 գիտնականի եւ պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որտեւ եթե լիներ այդ 400,000 պրոֆեսիոնալը եւ գիտնականը, որը մեկը կարող է բացատրել, ինչու պիտի մենք հրաժարվեինք լուսին թռնելուց։ Հանրային ոլորտի խելացի կառավարման մասին խոսելիս Փաշինյանը շեշտեց, որ նորարարությունների հիմքը կրթությունն է, առանց որի հնարավոր չէ մյուսի գոյությունը։ Եվ այս է պատճառը, որ կառավարության վերջին առնվազն 1 տարվա քաղաքականությունը, 1.5 տարվա քաղաքականությունը ուղղված է հետևյալին։ Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա եւ կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի եւ նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք եւ նոր ըմբռնում։ Հաջորդիվ տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը, թվային լուծումներով խթանված նորարարություն, տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն, մարդակենտրոն նորարարություն եւ կառավարման նորարարություն։ Ահա այս 4 անվանակարգերում հաղթած լավագույն մասնակիցները արժանացան պարգևների։ Մրցանակաբաշխության նպատակն էր ճանաչել եւ արժևորել այն մարդկանց ու թիմերին, որոնք իրենց նորարար մտահղացումների շնորհիվ բարելավում են հանրային ծառայությունների որակը։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր փուլ են թևակողում։ Երևան է այցելել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Նրան ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հանդիպմանը հաջորդել է համատեղ հայտարարությունը, որի ընթացքում վերջիններս հայտնել են Հայաստան-ԵՄ գործակցության խորացման, բարեփոխումների առաջմղման եւ տարածաշրջանային կապակցվածության զարգացման մասին։ Բրյուսելը Հայաստանին 140 միլիոն եվրո կտրամադրի տնտեսական, ինստիտուցիոնալ եւ ժողովրդավարական ուղղություններով նախաձեռնությունները խթանելու համար։ Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են խորացնել գործակցությունն առանցքային ուղղություններով, բարեփոխումներ, տնտեսական զարգացում եւ տարածաշրջանային կապակցվածություն։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։ Փոխվարչապետի խոսքով հանձնակատարի հերթական այցը Հայաստան վկայում է երկկողմ հարաբերությունների ակտիվ եւ հետեւողական զարգացման մասին։ Նա ընդգծել է, որ Մարտակոսը վերջին 6 ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում Հայաստանում, ինչը ըստ նրա Հայաստանի եւ Եվրամիության մեջ ընդլայնվող գործընկերության ակնառու ապացույցն է։ Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք դիմակայունության եւ աճի պլանի ներքո 25-27 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման եւ հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում։ Մհեր Գրիգորյանը նշել է նաև, որ այցը կարևոր նշանակություն ունի այն առումով, որ տեղի է ունենում Երևանում նախատեսվող եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների նախաշեմին։ Կողմերը քննարկել են նաև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման եւ իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Փոխվարչապետը հայտնել է, որ ստորագրվել է դիմակայունություն եւ աճի պլանի շրջանակում 2025-ից 2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։ Նրա խոսքով
Կողմերը սահմանել են հավակնոտ միջոցառումներ, որոնք վերաբերում են արտահանման դիվերսիֆիկացիային, վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին եւ հանրային ֆինանսների կառավարման առանցքային ոլորտներին։ Անդրադառնալով տարածաշրջանային գործակցությանը, Գրիգորյանը կարևորել է կապակցվածության զարգացումը։ Նա հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, TRIP երթուղու եւ Եվրամիության գլոբալ դարպասներ ռազմավարության շրջանակներում։ Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին բարեփոխումների խթանման եւ երկկողմ գործակցության խորացման նպատակով։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթակոսը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։ Մարթակոսի խոսքով Հայաստանը Հարավային Կովկասում Եվրամիության վստահելի գործընկերներից է, իսկ տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար շարունակաբար աճում է, պայմանավորված աշխարհաքաղաքական լարված զարգացումներով։ Հանձնակատարը նշել է, որ 2026 թվականը կարևոր փուլ է Հայաստանի համար, քանի որ մայիսին Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Սա կարևոր տարի է Հայաստանի համար։ Մայիսին Հայաստանը կհյուրընկալի ոչ միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այլև դրան կհաջորդի առաջին անգամ անցկացվող ԵՄ Հայաստան գագաթնաժողովը։ Սա ցույց է տալիս, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար եւ որքան է խորացել մեր գործընկերությունը։ Կոսը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել են Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալները։ Նրա խոսքով 2022 թվականից ի վեր դրանք քառապատկվել են, իսկ ենթակառուցվածքներում նոր ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի առավել մեծացնել այդ ցուցանիշը, միաժամանակ կրճատելով փոխադրումների ժամկետներն ու ծախսերը։ ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ Բրյուսելի աջակցությունը միայն տնտեսական բաղադրիչ չունի, այլ դիտարկվում է նաև որպես տարածաշրջանում խաղաղության խթանման կարևոր գործիք։ Նա ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, կարևորելով նաև տարածաշրջանային կապակցվածության զարգացումը։ Մարթակոսի ներկայացմամբ դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակում Եվրամիությունն արդեն աջակցել է 7000 ձեռնարկության եւ նպաստել ավելի քան 20000 աշխատատեղերի ստեղծմանը։ Նրա խոսքով շարունակվում են ծրագրերը նաև կրթության, սոցիալական ծառայությունների եւ բնակարանաշինության ոլորտներում։ Նաև աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրմանը, որի ծավալը գերազանցում է 70 միլիոն եվրոն։ Կոսը նշել է, որ նոր 140 միլիոն եվրոյի աջակցությունը միտված է նաև այն բարեփոխումների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար։ Անդրադառնալով ժողովրդավարական գործընթացներին, Եվրամիության հանձնակատարը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության դեմ պայքարում, նպաստելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը։ Մարտակոսի գլխավորած պատվիրակության ընդունել է նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նրա այցը Հայաստան եւ նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու Հայաստան-Եվրոպական միություն գործակցության հարուստ օրակարգը, որը հետևողականորեն շարունակում է ընդլայնվել։ Մարտակոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները եւ դրանց ուղղությամբ դրսեւորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ գործակցության, մասնավորապես բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղաքասարակությանը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Տարածաշրջանային զարգացումները շարունակում են ազդել Հայաստանի տնտեսական միջավայրի վրա։ Զարգացած երկրներում էլ դրամավարկային պայմանները դեռևս խստացված են, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով նման պայմաններում Կենտրոնական բանկը քաղաքականությունը նպատակ ունի պահպանելու գների կայունությունը, միաժամանակ չխոչընդոտելով տնտեսական աճին։ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6.5% մակարդակում։ Այս որոշումը պայմանավորված է գնաճային միջավայրի եւ մակրոտնտեսական զարգացումների համակողմանի գնահատմամբ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է, որ վերջին ամիսներին գնաճը գտնվում է վերահսկելի տիրույթում եւ մոտ է նպատակային ցուցանիշին։ Միևնույն ժամանակ արտաքին աշխարհում պահպանվող անորոշությունները շարունակում են ազդել տնտեսական հեռանկարների վրա։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 12-ամսյա գնաճը կազմել է մոտ 4.7%, ինչը համեմատաբար կայուն մակարդակ է։ Սակայն Կենտրոնական բանկը շարունակում է զգուշավոր քաղաքականություն վարել, հաշվի առնելով ինչպես արտաքին պահանջարկի հնարավոր նվազումը, այնպես էլ տարածաշրջանային ռիսկերը։ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։ ԱՄՆ-ի տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման,
աշխատաշուկայի պայմանների թուլացման եւ նավթի համաշխարհային գների կտրուկ աճի հետ կապված ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարների վրա։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի տեղեկացմամբ աշխարհաքաղաքական անորոշությունները, միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը, համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարումների վերաբերյալ մտավախությունները համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության հիմնական աղբյուրն են։ Օրինակ, եթե Իրանում հակամարտությունը շարունակվի, Հայաստանի Հանրապետությունում գնաճը կավելանա 1.2-ից 1.7%-ով։ Պատճառը նաև նավթի գինն է։ Այս համատեքստում հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի պահպանումը, իսկ մյուս կողմից գնաճային միջավայրի ավելացման ռիսկերը մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից առաջիկայում դրամավարկային պայմանների պահպանման կամ թուլացման հետաձգման հավանականությունը։ Տնտեսական ակտիվության առումով արձանագրվում է որոշակի դանդաղում նախորդ տարվա բարձր աճի համեմատ, սակայն ընդհանուր միտումը շարունակում է մնալ դրական։ Ծառայությունների եւ շինարարության ոլորտները շարունակում են մնալ աճի հիմնական շարժիչ ուժերը։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, ինչպես նաև առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր։ Զուգահեռաբար մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են դրսեւորել հիմնականում կայունացման միտումներ։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ կենտրոնական բանկն փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքը ընթացիկ մակարդակում, միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%։ Փորձագետների գնահատմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի պահպանումն այս փուլում նպատակ ունի ապահովելու գների կայունությունը, առանց տնտեսական աճը կտրուկ սահմանափակելու։ Կենտրոնական բանկը նաև ազդարարում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է վերանայել իր քաղաքականությունը, արձագանքելով տնտեսական միջավայրի փոփոխություններին։ Մի կողմից խորհուրդը դիտարկել է A-տիպի սցենարներ, կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման եւ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է B-տիպի սցենարներ, կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների եւ ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի։ Արդյունքում հավասարակշռելով վերնշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների ապահովման համար։ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ միջնաժամկետ հատվածում գնաճը կկայունանա թիրախային մակարդակի շուրջ։ Մարտին Գալստյանը վերահաստատեց, որ կենտրոնական բանկը շարունակելու է հետևողականորեն արձագանքել բոլոր ռիսկերին եւ անհրաժեշտության դեպքում վերանայել դրամավարկային քաղաքականության գործիքակազմը, ապահովելու մակրոտնտեսական կայունությունն ու ֆինանսական համակարգի հուսալիությունը։ Իդեպ 2026 թվականի ապրիլից կենտրոնական բանկը սկսում է թղթադրամների փուլային փոխարինում, ներդնելով նոր նմուշներ ավելի ժամանակակից դիզայնով եւ բարձր պաշտպանվածությամբ։ Գործընթացը լինելու է աստիճանական։ Չնայած տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին թրիփ ծրագիրը կենսունակ է եւ արդիական, որի ուղղությամբ աշխատանքները թեև դանդաղել են, բայց չեն դադարել։ Այս մասին էլ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Թրիփի հետ կապված ծրագրերը չեն չեղարկվել եւ դրանք գտնվում են կողմերի ուշադրության կենտրոնում, չնայած նրան, որ ԱՄՆ, Իրան, Իսրայել հակամարտության ֆոնին գործընթացները որոշակիորեն դանդաղել են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հակադարձելով որոշ շրջանակների այն պնդումներին, ըստ որոնց տարածաշրջանային իրողություններով պայմանավորված հնարավոր է թրիփի գործընթացը անհետանա տեսանելի հորիզոնից։ Պապոյանը հույս հայտնեց, որ հակամարտությունը խաղաղ լուծում կստանա եւ տարածաշրջանի համար կբացվի խաղաղության նոր շրջան։ Հուսով ենք բոլորս, որ հակամարտությունը ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարությունները Միացյալ Նահանգներից նվազագույն մասին է, որ գործընթացը ինչ որ մի շրջան հետո հուսով ենք կավարտվի եւ ինչպես նաեւ մի քիչ առաջ էլ նշեցի, մեր ռազմավարական գործընկերը եւ մեր բարեկամ հարևան երկիրը ի վերջո կհասնեն համաձայնության։
Էկոնոմիկայի նախարարը խոսեց նաև հունիսի 7-ի ընտրություններից առաջ ազդեցության որոշակի շրջանակների կողմից սպասվող հիբրիդային հարձակումների մասին, անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստան ուղարկվող արագ արձագանքման խմբերին, որոնք աջակցելու եւ օժանդակելու են Հայաստանի Հանրապետությանը դիմագրավելու սպասվող հիբրիդային հարձակման հզոր ալիքին։ Ըստ Պապոյանի, եթե նժարին է դրվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը, ապա ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները այդ զազրելի փորձերը լրացնելու ուղղությամբ։ Եթե կշռաքարին, նժարին կշեռքի դրված է Հայաստանի անկախությունը լինել կամ չլինել, Հայաստանում կլինի պատերազմ թե խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասալ ֆորպոստ, չի կլինի նորմալ պետություն, Հայաստանի քաղաքացիները Հայաստանում կապրեն, կարողան թե գնան ուրիշ երկրների, ուրիշ տարածքներում, ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ կապարագայում կարծում եմ, որ այդ դեպքում այդ նամակը ոչ միայն շատ տրամաբանական է, այլ պարտադիր։ Պապոյանը նաև հավաստիացրեց, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները վերջին տարիներին ավելացել են եւ այդ ուղղությամբ կայուն աճ է նկատվում։ Նա միաժամանակ շեշտեց, որ ներկապային ամենախոշոր ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի հետ։ Ամենամեծ ներդրումային պրոյեկտը իհարկե Միացյալ Նահանգների հետ է, դա Nvidia-ի պրոյեկտն է, $500 միլիոն արդեն ներդրվել է, եւս $4 միլիարդ առաջիկա տարիներին կներդրվի։ Երկրորդ խոշոր պրոյեկտը դա Հյուսիս-Հարավն է, որ ամբողջությամբ իրականացվում է, նաև միջազգային ֆինանսավորմամբ, բանկային համակարգի կողմից եւ միջազգային գործընկերներն են իրականացնում։ Պապոյանը խոսելով նաև ներքաղաքական թեմաների մասին վստահեցրեց, որ հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագիրը կրկին սահմանադրական մեծամասնություն է կազմելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից տրված մանդատի շնորհիվ շարունակելու է Հայաստանի զարգացմանն ուղղված քայլերը։ Շարունակում ենք թողարկումը։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները չեն դադարում։ Իրանը հայտարարում է հրթիռային հարվածների նոր ալիքների մասին, իսկ ԱՄՆ-ն շարունակում է ճնշումը Թեհրանի նկատմամբ։ Միաժամանակ Իրանի արտգործնախարարը պնդում է, թե Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանը պատրաստ էր լուրջ զիջումների ապացուցելու, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, սակայն ԱՄՆ-ն եւ Իսրայելը անցան հարձակման։ Իսկ հիմա Իրանը կկռվի այնքան ժամանակ, մինչև Թրամփը հասկանա, որ հակամարտելը սխալ է, նշել է Աբբաս Արաղչին։ Թեհրանից հնչող հայտարարությունները ավելի են սրում, առանց այդ էլ արված իրավիճակը տարածաշրջանում։ Իրանի իշխանությունները կոչ են անում այլ երկրներին չներգրավել հակամարտության մեջ, ընդգծելով, որ ցանկացած արտաքին միջամտություն կարող է բերել անկանխատեսելի եւ վտանգավոր հետևանքների։ Մինչդեռ ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ միջազգային դերակատարները փորձում են գնահատել պատերազմի հնարավոր զարգացումները եւ դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա։ Ամերիկյան վարչակազմի եւ դաշնակիցների գնահատմամբ Մերձավոր Արևելքում լարվածությունը կարող է պահպանվել մինչեւ նույնիսկ սեպտեմբեր։ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների եւ նույնիսկ լուրջ զիջումների, մինչդեռ Վաշինգտոնը պնդում է պայմանները դեռ բավարար չեն։ Միևնույն ժամանակ մարտերը շարունակվում են ոչ միայն Իրանի եւ Իսրայելի միջև, այլև տարածվում են ամբողջ տարածաշրջանով մեկ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին SBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում պատրաստ էր զգալի զիջումների, ապացուցելու, որ չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Ըստ նրա խոսքը վերաբերում էր նույնիսկ մինչև 60% հարստացված ուրանի հարցին։ Սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ դեռ պատրաստ չէ Իրանի հետ համաձայնագիր կնքել պատերազմը դադարեցնելու համար։ Նրա խոսքով Թեհրանի հետ գործարքի հնարավոր պայմաններից մեկը կարող է լինել Իրանի կողմից միջուկային ծրագրից ամբողջական հրաժարումը։ Մինչև դիվանագիտական հայտարարությունները շարունակվում են, ռազմական գործողությունները չեն դադարում։ Իրանը հայտարարել է հրթիռային հարվածների նոր ալիքի մեկնարկի մասին, թիրախավորելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներն ու հրամանատարական կենտրոնները։ Իրանական կողմի տվյալներով գործողության ընթացքում առաջին անգամ կիրառվել է Սեջիլ ռազմավարական պինդ վառելիքային հրթիռը։ Իսրայելն էլ իր հերթին հայտնում է, որ ոչնչացրել է Իրանի արևմտյան հատվածում գտնվող անօդաչու թռչող սարքերի պահեստներից մեկը, նաև հարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի եւ Բասիջի դիրքերին Իրանի հյուսիս-արևմուտքում։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն էլ հրապարակել է Իրանի ռազմական օբյեկտներին հասցված հարվածների նոր կադրեր։ Իրանը շարունակում է հարվածները նաև տարածաշրջանի այլ ուղղություններով։ Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանի օբյեկտներին, վնասելով ռադարային համակարգի մի մասը։ Իսրայելում հաղորդվում է, որ Իրանի հարվածների հետևանքով վերջին մեկ օրում ավելի քան 100 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ հակամարտության սկզբից ի վեր բուժօգնություն է ստացել ավելի քան 3000 մարդ։ Իրանի առողջապահության նախարարությունն էլ իր հերթին հայտարարում է, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով երկրում զոհվել է առնվազն
առնվազն 202 երեխա եւ 223 կին, որոնցից 3-ը հղի։ Վնասվել է առնվազն 153 առողջապահական հաստատություն։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներն ու անվտանգության հարցերը։ Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ առաջարկել էր ստեղծել միջազգային կոալիցիա Մերձավոր Արևելքում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ Թեհրանը շարունակում է կոշտ հայտարարությունները տարածաշրջանի երկրների հասցեին, կոչ անելով դուրս բերել արտաքին ռազմական ուժերը։ Միաժամանակ Թեհրանում հերքել են նաև տեղեկությունները, թե Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջական խնդիրներ ունի։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ նա լավ առողջական վիճակում է եւ շարունակում է լիարժեք կատարել իր պարտականությունները։ Թեհրանը հայտարարել է նաև, որ Հորմուզի նեղուցը պետք է անվտանգ լինի բոլորի համար, հակառակ դեպքում այն չի ծառայի ոչ մեկին, ընդգծելով, որ նեղուցը շարունակում է մնալ Թեհրանի կարևոր ռազմավարական լծակներից մեկը տարածաշրջանային հակամարտության մեջ։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները նոր թափ են հավաքում։ Իրավիճակը առավել սրվել է Իսրայելի կողմից Իրանի հարավային Փարս նավթագազային հանքավայրի եւ որպես պատասխան Իրանի կողմից Կատարի Ռաս Լաֆան նավթավերամշակման գործարանի հրթիռակոծություններից հետո։ Հիմա էլ իրանական հարվածների թիրախում է հայտնվել Սաուդյան Արաբիան, հաղորդվել էր Էր-Ռիադում պայթյունների եւ տուժածների մասին։ Այնտեղ տեղի ունեցած արաբական եւ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը թագավորության արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Էր-Ռիադի համբերությունը անսպառ չէ եւ պատրաստ են կիրառել տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներ, չբացառելով նաեւ ռազմական պատասխանի հնարավորությունը։ Այս ֆոնին Էլ-Ռիադում ԱՄՆ դեսպանությունն էլ կոչ արել ամերիկացիներին անհապաղ լքել Սաուդյան Արաբիայի տարածքը։ Թեհրանը միջազգային հանրությանը կոչ է անում չներգրավել հակամարտության մեջ, միաժամանակ զգուշացնելով մի շարք երկրներին հնարավոր հետևանքների մասին։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ցանկացած երկիր, որը թույլ կտա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, կդիտարկվի որպես ագրեսիային մասնակցող կողմ։ Թեհրանը հատկապես զգուշացրել է Ռումինիայի, նշելով, որ Բուխարեստը միջազգային պատասխանատվության կենթարկվի, եթե իր ռազմական ենթակառուցվածքները տրամադրի Վաշինգտոնին։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է այն տեղեկությունները, թե Թեհրանը դիմել է հրադադարի խնդրանքով։ Ըստ նրա, Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին նման որևէ ուղերձ չի փոխանցվել։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը շարունակելու է պայքարն այնքան ժամանակ, մինչև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չընդունի իր սխալը Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում։ Նրա խոսքով հակամարտությունը պետք է ավարտվի այնպես, որ այն այլևս երբեք չսկսվի։ Պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ այն այլևս չվերսկսի եւ որ թշնամիները այլևս չմտածեն ագրեսիայի մասին, իսկ զոհերը ստանան համապատասխան փոխհատուցում։ Թեհրանը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է միջազգային նավագնացության համար, սակայն ոչ այն երկրների համար, որոնք մասնակցում են Իրանի դեմ գործողություններին։ Իրանական կողմն արդեն թույլատրել է հակամարտությանը չմասնակցող երկրների նավերին անցնել նեղուցով, եւ ըստ հաղորդումների պակիստանյան 3 տանկեր արդեն անցել են այդ ռազմավարական ջրային ուղով։ Սրան զուգահեռ Իրանում շարունակվում են ռազմական ու քաղաքական փոփոխությունները։ Նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր ռազմական խորհրդական է նշանակել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային։ Հաղորդվում է, որ ռազմական գործողությունները շարունակվում են տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Թեհրանում ավիահարվածի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է ոստիկանության շտաբներից մեկը։ Միաժամանակ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, իսկ իրանական լրատվամիջոցները հայտնում են նաև կասետային հրթիռների կիրառման մասին։ Իսրայելի հյուսիսում Նահարիա քաղաքում հարվածից հետո ուժգին հրդեհ է բռնկվել։ Այդ հատվածը ենթարկվել է նաև Հեզբոլահի հարձակումներին։ Պայթյուններ եւ հրդեհներ են արձանագրվել նաև տարածաշրջանի այլ հատվածներում։ Դուբայի օդանավակայանում հերթական հարվածից հետո այրվել է վառելիքի պահեստը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի ռազմական ներուժը լուրջ վնաս է կրել։ Նրանց ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունի, նրանց հակաօդային պաշտպանությունը եւս քայքայված է։ Թրամփը նաև զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն կարող է շատ վատ ապագա ունենալ, եթե դաշինքի անդամները չօգնեն Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի բացման հարցում, սակայն եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ հայտարարել են, որ չեն ցանկանում ներքաշվել հակամարտության մեջ։ Գերմանիան հայտնել է, որ Բեռլինը չի պատրաստվում ռազմանավեր ուղարկել տարածաշրջան։ Եվրամիությունում էլ քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու տարբերակները։ ԵՄ արտաքին
քաղաքականության ղեկավար Կայա Կալասի խոսքով քննարկվում է ինչպես գործող Ասպիդես օպերացիայի ընդլայնումը, այնպես էլ կամավոր երկրների նոր կոալիցիայի ստեղծումը։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների միջև շարունակվում են նաեւ անուղղակի շփումները։ Արաքչին եւ Սթիվ Ուիթկոֆը վերջին օրերին քննարկել են պատերազմի հնարավոր ավարտի հարցը, սակայն Վաշինգտոնը մերժում է Թեհրանի պահանջը փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Փորձագետները զգուշացնում են, որ հակամարտությունը կարող է երկարաձգվել։ Ամերիկյան վարչակազմի եւ դաշնակիցների գնահատմամբ Մերձավոր Արևելքում լարվածությունը կարող է պահպանվել մինչև նույնիսկ սեպտեմբեր։ Չնայած ռազմական գործողություններին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին վստահ է, Թեհրանը կհաղթի այս դիմակայունությունում։ Անդրադառնանք այլ թեմաների։ Նախադպրոցական կրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախակրթարանի տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան։ Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը եւ ապահովելու 5-ից 6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը ըստ կառավարության ռազմավարական նպատակների։ Հորմուզի նեղուցով նավերի տարանցման թիվն աճում է, սակայն տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Իրանական ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավականի ուղղությամբ, հայտարարելով, որ դա պատասխան քայլ է ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի սպանության համար։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները տարածվել են նաև Պարսից ծոցի երկրներ։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Կատարի Ռաս Լաֆան արդյունաբերական համալիրին, աշխարհում խոշորագույն LNG կենտրոններից մեկին։ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արձակված 5 բալիստիկ հրթիռներից 4-ը հաջողվել է խոցել։ Հարվածից հետո համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում էլ մի շարք պայթյուններ են գրանցվել։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակել են հարվածները Իրանի տարածքում, թիրախավորելով մասնավորապես Բանդար Անզալի քաղաքը եւ Կասպից ծովում տեղակայված իրանական ռազմածովային օբյեկտները։ Իրանի տարբեր քաղաքներում էլ անցկացվում են բողոքի ցույցեր ամերիկա-իսրայելական գործողությունների դեմ։ Այս ֆոնին էներգետիկ ոլորտում իրավիճակը շարունակում է ազդել համաշխարհային շուկաների վրա։ Brent տեսակի նավթի գինը հասել է $112 վերջին տարվա առավելագույն ցուցանիշներից մեկին։ Հորմուզի նեղուցում նավագնացության հնարավոր խափանումներն ու նավթային ենթակառուցվածքների նկատմամբ հարվածները մեծացնում են գլոբալ ռիսկերն ու անորոշությունը։ Քաղաքական մակարդակում եւս արձանագրվում են կոշտ հայտարարություններ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին նշել է, որ երկրի միջուկային դոկտրինը չի փոխվի եւ Թեհրանը շարունակում է պնդել իր ծրագիրը խաղաղ բնույթ ունի։ Միևնույն ժամանակ Իրանը սահմանափակել է գործակցությունը ՄԱԳԱՏԵ-ի հետ, պահանջելով անվտանգության երաշխիքներ։ Իրանի պաշտոնական դիրքորոշումը միջուկային զենքի ստեղծման դեմ դժվար թե էականորեն փոխվի, մեր ծրագիրը բացառապես ունի խաղաղ նպատակներ։ Եվրոպայում արձագանքները նույնպես միանշանակ չեն։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ հարվածներից առաջ չի խորհրդակցել եվրոպացի գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել Լարիջանի սպանության համար, ընդգծելով, որ յուրաքանչյուր արյուն իր գինն ունի։ Սպառնալիքները սակայն այսքանով չեն սահմանափակվում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին սպառնացել է, որ Իրանի կողմից Կատարի դեմ գործողությունների շարունակության դեպքում Վաշինգտոնը կարող է զանգվածային հարված հասցնել հարավային Փարս գազային հանքավայրին։ Եթե Իրանը հարձակվի Կատարի վրա, Միացյալ Նահանգները կկիրառի այնպիսի ուժ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել։ Այս ամենի ֆոնին միջազգային հանրությունը շարունակում է կոչեր անել դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն հակամարտությունը շարունակում է ընդլայնվել, ներառելով նոր թիրախներ։ Առանց խնայողության չկա ֆինանսական բարեկեցություն, իսկ բանկային տվյալները որևէ մեկին փոխանցելը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Հայաստանում մեկնարկել էր փողի միջազգային շաբաթ իրազեկման արշավը, որի շրջանակում խոսվում էր ֆինանսական անվտանգության եւ փողի ճիշտ կառավարման կարեւորության մասին։ Արշավի նպատակն էր ֆինանսական գրագիտությունը բարձրացնելը եւ քաղաքացիներին սովորեցնելը, ինչպես խնայել, ճիշտ տնօրինել միջոցները եւ խուսափել ֆինանսական խարդախություններից։ Հայաստանում մեկնարկել է փողի միջազգային շաբաթ իրազեկման արշավը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը եւ օգնել մարդկանց ավելի ճիշտ կառավարել իրենց ֆինանսները, նաեւ խուսափել խարդախություններից։ Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից տարբեր պետական, կրթական եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման եւ ներառման բաժնի պետ Արաքսիա Մանուչարյանի խոսքով ֆինանսական գրագիտությունը կարևոր հմտություն է յուրաքանչյուր մարդու համար, անկախ տարիքից։
կողմից։ Նրա խոսքով ֆինանսական կայունության հիմքում խնայողությունն է։ Եթե մարդիկ ունեն որևէ պատմություն, որը ուզում են կիսել ուրիշների հետ, դա կլինի զեղծարարության պատմություն, խարդախության պատմություն կամ դրական ֆոնի վրա, օրինակ, խնայել են գումար եւ իրականացրել իրենց ցանկություններից կամ երազանքներից որևէ մեկը, կամ պարտք են վերցրել եւ դա լավն է եղել կամ վատն է եղել, իրավունքներն են իրենց կարողացել պաշտպանել եւ այլն։ Անձնական ֆինանսների գծով որևէ պատմություն եթե ունեք, 1-ից 2 րոպեանոց, սիրելի հատկապես երիտասարդներ, որտեղ այս նախաձեռնությունը երիտասարդական է, առաջարկում ենք հոլովակ նկարանել կարճ ձեր միջոցներով, ձեր հեռախոսով եւ հրապարակել, մեր էջում կգտնեք մանրամասները մրցույթի եւ հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Մասնագետներն ընդգծում են, որ առանց խնայողության չկա ֆինանսական բարեկեցություն։ Ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդ գոնե 600,000 դրամի չափով խնայողություն ունենա, որպես ֆինանսական անվտանգության բարձիկ։ Ըստ նրանց, ֆինանսական գիտելիքները պետք է ձևավորվեն վաղ տարիքից։ Կարևոր է, որպեսզի նույնիսկ երեխաները հասկանան փողի արժեքը, խնայելու կարևորությունն ու ֆինանսական անվտանգությանը վերաբերող հիմնական կանոնները։ Մենք օգնում ենք մեզ սպառողներին, որպեսզի կարողանան հասկանալ ինչ է փոխարժեքը, ինչ է գնաճը, ինչպես հասկանան մակրոտնտեսական հասկացությունները եւ կիրառեն իրենց անձնական ֆինանսները կառավարելիս, այնուհետև բյուջեի պլանավորում, ինչպես լավ կառավարել ձեր եկամուտները եւ ծախսերը։ Եթե չի բավարարում ձեր եկամուտը ինչպես ավելացնել, եթե չեք տեղավորվում ձեր ծախսերը կատարելիս, ինչպես դա տեղավորել ձեր ֆինանսների մեջ, հետո խնայողություններ, որովհետեւ արդեն ցույց է տվել ամբողջ աշխարհի փորձը, որ առանց խնայողությունների չկա ֆինանսական բարեկեցություն։ Ֆինանսապես բարեկեցիկ լինելու համար պետք է անպայման ունենանք անվտանգության բարձիկ կոչեցյալը, որը ձեր եկամուտների գոնե քառապատիկն է 1 ամսվա։ 5 տարեկան երեխայից մինչև 80 տարեկան մարդը պետք է իմանա, որ իր բանկային տվյալները որևէ մեկին փոխանցել չի կարելի, շեշտում է Մանուչարյանը, ընդգծելով ֆինանսական խարդախություններից պաշտպանվելու կարևորությունը։ Փողի միջազգային շաբաթ նախաձեռնության շրջանակում կազմակերպվում են դասընթացներ, հանդիպումներ, բաց դասեր եւ տեղեկատվական միջոցառումներ դպրոցներում, համալսարաններում եւ տարբեր համայնքներում։ Միջոցառումների նպատակն է մարդկանց սովորեցնել ճիշտ կառավարել եկամուտները, խնայել եւ խուսափել ֆինանսական ռիսկերից։ Ամենատարածվածը մեկ է մնում է ֆիշինգը, երբ ուղարկում են ձեզ հղում եւ խնդրում են, որ դրա վրա սեղմեք եւ ինչ որ բան լրացնեք։ Օրինակ, զանգում են եւ ասում են, որ ձեր հեռախոսի կամ ձեր որևէ հավելվածի մեջ վիրուս է ընկել եւ որպեսի փրկեն, նրանք պետք է ուղարկեն ձեզ հղում, դուք լրացնեք կամ ոչ էլ ուղարկեն հղում, պարզապես զանգով ձեզ հարցնեն տվյալներ, որ դուք պետք է ասեք, կամ շատ տարածված է հիմա, երբ ասում են, որպեսի մենք փրկենք ձեր հաշիվը, ուղարկում ենք, խնդրում ենք ձեզ կիսել ձեր էկրանը մեզ հետ, մենք կկարողանանք այդ անվտանգությունը ապահովել, մենք բանկից ենք կամ կենտրոնական բանկից ենք անգամ ներկայանում են վիրուսներ են կամ որևէ հարձակում է ձեր վրա եւ պետք է իմանանք, որ սովորաբար բանկերը, կենտրոնական բանկը նման բան ձեզ չի խնդրի։ Ձեզ չի խնդրի որևէ կոդ ասել հեռախոսով։ Ձեր PIN կոդը հատկապես ոչ ոք չի խնդրի։ Ձեր CVV կոդը պետք է միայն այն դեպքում, երբ ձեզնից գումար են տանում։ Նախաձեռնության կազմակերպիչների համոզմամբ ֆինանսական գրագիտության բարձր մակարդակը նպաստում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսական կայունությանը։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվել է մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատաժողովը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 երկրից ժամանած միջազգային կազմակերպությունների անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ։ 20 երկրներից Հայաստան ժամանած հյուրեր, միջազգային կազմակերպությունների անդամներ։ Երևանում մեկնարկել է մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատաժողովը, որին բացման խոսքով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա ողջունելով ներկաներին նախ շնորհավորեց նրանց սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Նախարարի խոսքով միջազգային աշխատաժողովի եւ առհասարակ նման հարթակները ոչ միայն փորձի փոխանակման, այլև միջազգային գործընկերային հարաբերությունների հաստատման լավագույն հանգրվաններից են, առավել եւս, որ Հայաստանի վարած քաղաքականությունը եւ պարբերաբար թարմացվող օրենսդրական նախաձեռնությունները հնարավորություն են տալիս լավարկելու ոլորտը, համապատասխանեցնելու այն միջազգային չափանիշներին։ Հայաստանը այսօր ակտիվորեն ներգրաված է միջազգային համագործակցության գործընթացներում մրցակցության քաղաքականության զարգացման եւ կատարելագործման ուղղությամբ ես դրա մասին որոշակիորեն նշեցի եւ նշեմ նաեւ, որ մեր այս աշխատանքը ինքը միջազգային ինդեքսներում, միջազգային ցուցանիշներում
եւս իրենց արտացոլումն է ստանում։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի զբաղեցրած դիրքերը փաստում են, որ մեր երկիրը աստիճանաբար վերածվում է օտարերկրյա ներդրումների շահավետ միջավայրի, շեշտեց նախարարը եւ հավելեց, որ այս գնահատականները ուղիղ համեմատական են կառավարության կողմից տարվող բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության արդյունավետությանը։ Ոլորտի զարգացման ուղղված աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, առավել եւս մրցակցության բարձրացման քաղաքականությունն ամրագրվել է նաև կառավարության կողմից վերջերս ընդունված Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում եւ այս առումով մեր տնտեսության զարգացման մեջ իհարկե մենք բազմաթիվ ցուցանիշներ ենք դրել, բազմաթիվ հարցերի պատասխաններ ենք փորձում ստանալ, բայց այդ ամեն ինչը միայն եւ միայն արդար, հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով է հնարավոր եւ սա մեր աշխատանքի առանցքն է լինելու։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության մրցակցային մարմինը հնարավորություն է ունենում հյուրընկալելու միջազգային նման մասշտաբի աշխատաժողով։ Վերջինս նկատեց, որ միջազգային այս որակի միջոցառումների անցկացմանը նպաստում է Հայաստանում հաստատված կայուն խաղաղությունը։ Աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում ոչ միայն կիսվելու տարբեր երկրների միջև փորձի փոխանակմամբ, այլև վերհանելու կարևոր այն խնդիրները, որոնց շատ հաճախ բախվում են տարբեր երկրների ոլորտը համակարգող կառույցները։ Ամենամեծ խնդիրը հենց այս օրակարգի նորիրված հարցի խնդիրն է, որ մենք պետք է կարողանանք կոմունիկացնենք եւ կարծում եմ կոմունիկացիա մեր ամենաթույլ կողմն է։ Նախ կարծում եմ, որ հասարակության լայն շերտերը լավ չեն պատկերացնում, թե մենք հաճախ ինչով ենք զբաղվում։ Այս հասկանում մարդկացակալը կալիքը միշտ էժան գներն են եւ գների կարգավորումը, բայց դա ոչ մեր հիմնական գործառույթը կամ մեկ է մեր գործառույթը հանդես գալ, երբ որ գերիշխող դիրքի խնդիր է լինում։ Գևորգյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ օրենսդրական նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ապահովելու բաց եւ թափանցիկ մրցակցություն բոլորի, այդ թվում օտարերկրյա ներդրողների համար։ Ըստ նրա Հայաստանը կարող է ներդրումային հիանալի միջավայր լինել նաեւ պայմանավորված իր աշխարհագրական դիրքով։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։